Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Այս պահին գտնվում ենք Պարունյան փողոցում, որտեղ էլ պետք է սկսենք մեր նկարանումները։ Քիչ անց այստեղ կժամանի քաղաքագետ Արամ Ավետիսյանը։ Մինչ այդ ես պետք է նշեմ, որ այս տարածքը, այս բիզնես կենտրոնի մի մասը պատկանում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, իսկ մյուս մասը, որը արդեն վաճառվել է Ինեկո բանկին, պատկանում էր Փեթակ առևտրի կենտրոնի սեփականատեր Վարուժան Գրիգորյանին։ Մինչ Արամ Ավետիսյանը կժամանի այստեղ, սիրելի հայրենակիցներ, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի ել ավելի շատ հայրենակիցներ դիտեն։ Ողջույն Արամ, այս պահին մենք գտնվում ենք հայտնի գործարար Փեթակի սեփականատեր Վարուժան Գրիգորյանի բիզնես տարածքի հարևանությամբ եւ այստեղ է գտնվում Արկադի Ղուկասյանի Բաքվի բերդում գտնվող Արկադի Ղուկասյանի տարածքը։ Վարուժան Գրիգորյանը այս տարածքը իդեպ վաճառել է Ինեկո բանկին, վերջերս է գործարքը տեղի ունեցել բավականին մեծ գումարով։ Արամ, այս շենքի մի մասը հենց պատկանում էր նախկինում Փեթակի Վարուժան Գրիգորյանին։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր եւ սիրելի հայրենակիցներ, ինչպես մենք նշել ենք եւ մեր բացահայտումների արդյունքում ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, բոլորդ էլ ականատես եք լինում, որ Ղարաբաղյան այդ պսևդո էլիտան Սերժիկ Սարգսյանի եւ Արցախից թռած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոնք 30 տարի հայի արուն են ծծե, ուրեմն այս ծծողները իրենց բջերով, իրենց այդ թայֆով հանդերձ ինչ են անում։ Հիմա արդեն հասկացել են, որ ժամն է մոտենում, պահն է մոտենում նրանց բոմժ դառնալու, արդեն իրենց ունեցած գույքը սկսել են վաճառել Հայաստանի Հանրապետությունում եւ այդ կապիտալը, որպեսզի փոխանցեն արտասահման իրենց այդ ընտանիքի անդամների, այդ իմբիցիլների, այդ դաունների ապագան այդպես կառուցելու համար եւ մենք հենց հիմա փաստում ենք մի բան, որ Փեթակ առևտրային կենտրոնը, որը որ սեփականաշնորհել է այդ Վարուժիկա, ինչ այդ Քոչարյանի ճուտը, որը Ղարաբաղցի է, որը Ղարաբաղից թռած է, եկել է այստեղ կոպեկտերով մեր քաղաքում, մեր երկրում տարածքները զավթել է, հիմա էլ բանը արենդով տալիս է քաղաքացիներին, միլիոններ է աշխատում, որը որ պետքա պետականացվի, պետքա վերադարձվի պետության այդ գույքը, նա մենք ստացանք ինֆորմացիա, որ այս տարածքը, որտեղ մի մասը իր սեփականությունն է եղել, իսկ այս մնացած մասը մենք նկարանեցինք, դա Ղարաբաղից այդ նախագահ կար Արկադի Ղուկասյան Սերժիկ Քոչարյանի վեցնոցը, որը որ շուտ իրան Ռեյնբոյի տեղն է դրել, դրանից է կանադառնանք, որ ճտտցին վզին տարան գերի Բաքու, դա պետքա գա ցմա նստից։ Ուրեմն տեսեք ինչա տեղի ունենում, Վարուժիկը այս իր շենքի այդ մի մասը իր փայը վաճառել է Ինեկո բանկին եւ այդ գումարները բնականաբար փախցնելու է Հայաստանից, տանելու է, որովհետեւ արդեն գիտի, որ ինչա սպասվում է Ղարաբաղյան կնան կոչվածի։ Եվ սիրելի հայրենակիցներ, նաեւ ուզում եմ նշեմ, որ մնացած մասը այս շենք շինության Երևանի կենտրոնում խնդրում եմ ցույց տվեք Դվին հյուրանոցը, հենց Դվին հյուրանոցի դիմաց
Արամ, ինչպես է հնարավոր Հայաստանի Հանրապետությունում Երևանի կենտրոնում Պարոնյան փողոցում ունենալ նման մեծ շինություն։ Դե Արտուր, տեսեք, մենք ինչ ենք ֆիքսում, չէ, որ Երևանի կենտրոնը Քոչարյան Ռոբերտը երբ որ իր գրքում գրում էր, որ ինքը հող գրավողա, չգիտեմ ով է, այս Երևանի կենտրոնը նկատի ուներ, այսինքն սա 98 թվից Կանգահետ Բելայի հետ Ղարաբաղում զապը բրթում էին, որ խոդ են գնել այս բոմժերը, պատվալում էին ապրում։ Ստեփանակերտի պատվաներում է մեծացել քրչը։ 98 թվին եկան Երևան ու սկսեցին գրավել Երևանը։ Ու առաջին ինչը գրավեցին Երևանի կենտրոնը։ Եվ սա իր ճտի, այդ Արկադի Ղուկասյանի շենքն է Երևանի կենտրոնում։ Ուրեմն Արցախի մասին մտածող, չգիտեմ, Արցախի հերոս, Արցախի նախագահ, նայեք Երևանի կենտրոնում ինչա հետ գցե։ Ուսա դեռ մի գույքն է։ Արկադի Ղուկասյան տենց բան էր, Քոչանել ասում է իմ մարտական, ինչ մարտական ընկեր, դուք որտե եք կռվե, որ մտել մարտական ընկեր ունենա կարա։ Իսկ Սիրուշայի տան մեջ չեք կարում կռվեք, որ պետք է ալնում։ Այ պատկաբլուշնիկներ, մի մարտական ընկեր, այդ որտե ես դու կռվե արա։ Մեր Հայաստանի, մեր Երևանի տեղից են գնացել Ղարաբաղ կռվել, ու Արցախից էլ նաև ունենք հերոսներ, կռված մարդիկ, տուժողներ, որոնք որ իրանց ընտանիքները այսօր մի հատ մի սենյականոց տունել չունեն Երևանում, Փեթակի Վարուժիկ, աղբորոտ աղջիկը բարեկամները այդ Արցախից, որ ես վերջի դեպքեր եղավ եկան, Վարձով են ապրում, արա, հիվանդ երեխա են պահում, 1000 դրամ ոչ մեկը չեք օգնե, ձեր բարեկամներին անգամ։ Ու Քոչարյան Ռոբերտը ասում է մարտական, իմ մարտական Արկադի Ղուկասյանը իր մարտական ընկերն է, այս վեցնոց այս ճուտը։ Եկան տվին ճտեցին վզին, ասին դավայ, վերենգի նիվ են հələ։ Էթում ես Բաքու, սրանք ով են, հայ զինվորը 30 տարի արունա թափ է արա Ղարաբաղ, պոստապայի, որ ձեր որը չճղեն։ Բախի ելակ շանպես փախակ, բախի պտի չփախեն Արտուր, որտև սա ալենայ Ղարաբաղի թրել են, Երևանի կենտրոնն են գրավել, Ղարաբաղում նրանք անելիք ունեին, ուրիշ բան ասեմ, 30 տարի անգամ Ղարաբաղում նստած Հայաստանից փող էինք ուղարկում, զորք էինք ուղարկում, փող էինք ուղարկում, օգնություն էինք տալի, այդ էին ուտում։ Կրում բերում էին Երևան։ Հենա, Սեյթրակ Քոչանեն, այն եթիմը։ Ուրա փախ է մտե կանգա համապատասխան տեղը, այն Զարայի։ Բարա տղա ես դու արա, հոդ պապուչիմը զուգարան դարավ։ Համբար։ 5 րոպե Ղարաբաղում եղել ես, մեր տղեկը որոնց պոստ էին պահում։ Փախ է մտել իր կանգատ փեշի տակ, արա, լրփի տղա։ Ու բեյաններս բացել են տալիս վիժվածքները։ Սրանց ցաղին բոմժ ենք սարքելու, նորից եմ նշում, այս Ինեկո բանկն է արել, ով է արել, այս ամեն ինչը պետքա պետականացվի, այս գումարները պետքա գնա պետական բյուջե։ Իսկ տաղավարում արդեն ես կպատմեմ, թե սրանց սրա մարտական ընկեր կոչվածներին ոնց են եկել։ Քացով տվե որներին ասել դե դավա ելեք սիկտիր եղեք Բաքու արա։ Այդ էլիտա կոչվածին նկատի ունեմ։ Ղազի պես գերի, անիկ դասեր չմոյի պես բերտում նասկի են լվում։ Բանը, գեներալ, չգիտեմ, նախագահ, ով եք դուք չմո եք արա։ 18 տարեկան հայ զինվորն է, այդ հողը պահե պաշտպան է, որ դուք թալնեք տանեք ձեր պուտանկա կեանիքի չեմ ասում, ինչեր է անեք արա։ Ում նայում ես 6 անգամ բաժանված, մտ պուտանկի հետ պսակված, ով եք դուք արա ընդհանրապես, այ անիկն ասեր չմոներ։ Ձեր տեղը Սոյտաշինի Զիբիլյանոսն է։ Արա առաջարկում եմ մի քիչ քայլենք այս տարածքնել կադրում Երևա։ Բացել են տալի վիժվածքները։ Արկադի Ղուկասյանի մասի խոսալուց ուզում եմ նաև հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Արկադի Ղուկասյանը նաև Երևանի կենտրոնում մեծ շքեղ բնակարան ունի Արամի փողոցում։ Այսինքն ոչ միայն այս շենքն է, այլ մի քանի նաև շինություններ, ինչպես է հնարավոր լինել Արցախի նախագահ, այն Արցախի, որը ոչ մի բան չուներ եւ փաստորեն նույն սփյուռքն էր օգնում Արցախին եւ ինչու՞ չէ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, տարիներ շարունակ օգնել է Արցախին, փաստորեն այդ Արցախի գումարները կարելի ասել այս շենքում է, Արամի 64-ի շենքում է գտնվում եւ այլ էլիտար շենքերում են թողել։ Տեսեք Արտուր, օրինակ այստեղ հայերենիք կուսակցություն, այլ կազմակերպություններ, քաղաքական, չգիտեմ, լրատվական, բոլորը այդպես վարձակալությամբ են հանձնել հենց այդ Ղարաբաղցիք, այդ Արկադի, Քոչարյան, չէ, սրանք եկել են, Երևանը գրավել են, հիմա էլ վարձակալությամբ են տարածքները հանձնում ու այս գումարներով ֆինանսավորում են հյուրային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ մերն է որ հելում հաչում, ասես լրագրող, այդ փողերը որից են տարի։ Բայց այս գույքերով են, չէ։
Հենց այս թալանով են այդ ամեն ինչը ֆինանսավորում։ Ու այսօր ինչ-որ վայնասուն են դրել։ Դե գիտեմ, որ հղի եք։ Ես գիտեմ, որ Լևոն Քոչյանը հղի է, Ռոբերտ Քոչյանը, Սեյթակը, Սաշիկը, այդպես հղի էլ մենալու է կարա։ Բայց նայեք չվիժեք, որտեղ փրաշտամ կվիժեք։ Ուրեմն ուսանանք, ես տաղու տեղ են դրել։ Շուտ մարկանց փող են տալի, որ մտնեն մեզ վիրավորեն, մենք չենք վիրավորվում։ Որտեղ դուք չեք կարա մեզ վիրավորեք։ Դուք փալաս եք, փալասը ոնց կարա ինձ վիրավորի։ Փախը մտել եք ձեր կնգա, չգիտեմ, որտեղ չես որ դուս եք եկե։ Քաշը գցել են դուս ժամանակին։ Ու այս վիժվածքները ինչ որ երևակայում է, դուք ես երկդում տեղ չունեք, արա։ Ուր էլ փախնեք, ուր էլ գնաք ձեր բջերով, Ռոբերտ Քոչյան, Սերժիկ հիշի մի բան։ Ձեր հետևից մենք գալու ենք, արա։ Ձեր վիժվածք, ձեր բջերի հետևից ենք գալու։ Դուք չեք վայելելու։ Այդ արունը ձեր վրա է։ Ու այսօր ինչ որ հել են ասում, ես ասել եմ որ Արցախը Ռոբերտ Քոչյանն է, հանձն է, հուզվել եմ, բա ով է հանձն է։ Հեսա տաղավարում մանրամասն կներկայացնեմ, ոնց է հանձն է։ Բենզին Սերժիկի հետ։ Ծպտուները չլսեմ, արա։ Նորից եմ նշում։ Հանգիստ վերընկեք տեղներ, անենց չանեք, անենց օրը կգցեմ ձեր այդ բջերը հարսով, թորով, աուն ազգանում փոխելով պլաստիկ վիրահատություն կանեն, արա։ Էդ էլ չի փրկի։ Դուք արուն ծծող եք։ Հայի արուն։ Ու հատուցման պահը գալիս է։ Ու դրա համար են սրանք sense խարխարում, Արտուր։ Սրա համար են sense արդեն չեն իմանում ինչ անեն։ Ինչ որ 2 կոպեկ փող են տալի, որ հաչան մեր վրա։ Չի ազդելու, չի օգնելու։ Հատուցման պահը մոտենում արա։ Ինչ էլ ծախեք, ուր էլ փախնեք, դուք ձև չունեք, տարբերակ չունեք։ Աբդուլ Համիդի շներ։ Ես նորից եմ պաշտոնապես հայտարարում, սրանք այն աստիճանի հայ թշնամի են։ Վաղը Էրդողանը, չգիտեմ, գա ընտրության մասնակցի, սրանց կկարի։ Սրանք այդ տիպի թշնամի են։ Ասում եմ Աբդուլ Համիդից ավելի շատ վնաս են տվել հայ ազգին։ Էլ ոնց ասենք։ Չեմ ուզում հրապարակեմ, թե ինչեր են գրում մեր հայրենակիցները սրանց մասին։ Սեռական բնույթի ինչ հայույանքներ է, բայց եթե չափեր անցակ, ամեն հաղորդմանը զայնայինները միացնելու եմ։ Ձեր մերու մանուկով թե ձեզ ինչ են ասում։ Մեր ժողովուրդը։ Հանգիստ վերընկեք տեղներ, տարա։ Այ շենք ծախողներ, մարտական, դուք ով եք ընդհանրապես։ Տեսանք ձեր մարտական ընկերներին։ Այդ բանով ամեն մեկի պագոնը այսքան աստղ էր դրած։ Եկան մտ թար չափալախ տվին, քցին նիվեն տարան գերի արա։ Դուք ղեկավար եք, դուք էլիտա եք։ Ղեկավարը արա, զենքը ձերը մեռնում է, Ռոբերտ Քոչյան։ Նամուս թասիբը չի գցում ջուրը։ Դուք նասկի լվացող եք բերթում արա։ Այդտենց էլ ապրել եք ու ձեր երեխեքներն են տենց ապրելու։ Վիժվածքներ։ Եվ Արամ Փեթակի Վարուժան Գրիգորյանի մասին խոսելիս պետք է նշեմ, որ մեր նախորդ ռիլից հետո Փեթակ առևտրի կենտրոնի վաճառողները մեզ հետ կապ էին հաստատել, նաև ասում են, որ տարիներ շարունակ ինչպիսի խախտումներ է եղել գումարի հավաքագրման հետ կապված, անվտանգության հետ հրդեհային նորմերը չի պահպանվել, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանում եւ նաև խնդրում եմ, որ անպայման այցելենք եւ տեղում ֆիքսենք եւ նաեւ զրուցենք աշխատակիցների հետ, քանի որ մեծ մասը բողոքում էր, որ փոխանակ պետություն գնար այդ գումարները պետությունը շենանար, Հայաստանը ծաղկեր, այլ գնացել է գրպանները ուղակի եւ դառել է անձնական ծախսելու համար գումար։ Արտուր մեր հետ կապ են հաստատել, ես նշեմ, որ անգամ մանրամասն ներկայացնեն, թե 2000-ական թվականներից ով է եկել նախագահականից, ինչ որ Սարգսյան գրիշ, որ մեռավ էս Վանեցյան Արտուրի խնամու հերեն, Քոչյանի ճուտը, այդ Արխանի պետը, էլի Ղարաբաղցի, դրա աշխատողներն են եկել փողերը տարե, այդ Վարուժը ամեն ամիս իրանց փայ տվել է Ռոբերտ Քոչյանից, ինձ Եվրոպայից, Լեհաստանից զանգեցին մեր հայրենակիցները, որոնք որ Փեթակում աշխատել են, պատմում էին, թե ինչա տեղի ունեցել, ոնց է այդ ամեն ինչը կազմակերպված եղել եւ նորից եմ նշում, սրանք Արտուր տեսեք, բա Փեթակի Վարուժ, Արկադիկ, Ռոբերտ Քոչարյան, Սեյթակ Քոչարյան, Սերժ մեր լնգուլավաց, բարա դուք Արցախի հերոս, Ղարաբաղցի, չգիտեմ, երկեր եք գրում, տարանք եք պարում բանում Ստեփանակերտում, բա գնացեք Ստեփանակերտում այդ մոլերը սարքեք, Փեթակները սարքեք, շենքերը սարքեք, ներդրումներ անեք, ծաղկացնեք ձեր հողն ու ջուրը։ Չեն արել, ասեմ քիչ չեն արել, Արտուր, որովհետև նորից եմ նշում, Ռոբերտ Քոչյանը հանձնել է Արցախը Սերժիկի հետ։
Նրանք իմացեն ինչ անելու։ Նրանք վաճառել փող են գլխից վեկայել են, բայց եթե ինքը գիտի որ դի հանձնը ծախել է, ի պետք է դե փող ծախսի։ Կգա Երևանի կենտրոնում կծախսի։ Դուք յուբկա եք հագնելու արա, ընդ որում շանելի։ Ձեր վերջը է դա։ Դե ինչ արեմ, շնորհակալություն քեզ, առաջարկում եմ տեղափոխվենք տաղավար, սիրելի հայրենակիցներ, իսկ դուք բաժանորդագրվեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի ել ավելի շատ հայրենակիցներ տեսնեն։ Դե ինչ արամ, մենք շարունակում ենք մեր նկարանումներ, մենք սկզբում որոշել էինք, որ պետքա գանք տաղավարից շարունակենք, սակայն մտքափոխվեցինք եւ հիշեցինք, որ Հայաստանում Երևանում հենց կա այնպիսի վայր, որտեղ Սեյրան Օհանյանը ասում էր, որ կարելի է 1945 թվի զենքերը վերանորոգել եւ օգտագործել, դա հաղթանակ զբոսայգում տեղակայված T-34 տանկն է եւ մի քանի այլ զինտեխնիկա եւ Արամ, դու նկարանման պահին շեշտեցիր, որ Պետակ առևտրի կենտրոնի ղեկավար Վարուժան Գրիգորյանի սեփականատեր, այո, Վարուժան Գրիգորյանի կապված հավելելու նաև ինֆորմացիա ունես, պետք է այստեղ հավելես, խնդրեմ։ Ես նշեմ Արտուր, որ ինձ հետ կապ են հաստատել այդ առևտրի կենտրոնի աշխատակիցներ, որոնք որ 2000 թվականներին աշխատել են եւ ինձ տեղեկացեցին, որ ամեն ամիս Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունից այդ Գրիշա Սարգսյանը, որը որ ղեկավարն էր, մարդ էր ուղարկում եւ այդպես պայուսակով փողեր էին փոխանցում Ռոբերտ Քոչարյանին, այդ սխեման նրանք ինձ բացահայտել են, դա տարիներ է տևել, որ Ռոբերտ Քոչարյանին մուծվել է այդ հայտնի Ղարաբաղյան կլանի անդամը եւ նաեւ նշեմ, որ իր բարեկամները եւս ինձ հետ կապ են հաստատել Արցախից, որոնք որ նշում են, որ Արցախից այս վերջի դեպքերը երբ տեղի ունեցավ, նրանք եկան Հայաստան, Երևան եւ մեզ նշում էին, որ ասում էին, խնդրում ենք մեզ չկապեք այս սրանց հետ, որովհետև մենք ասում ենք ոչ մի կապ չունենք, հասարակ այդպես ձեր նման հայ ժողովրդի պես տուժող ենք եղել եւ անգամ այնտեղ ինքը ազգականներ ունի, որ հիվանդ երեխա ունեն, անգամ հազը դրամ այդ մարկանց չի օգնել այս Քոչարյանի յետիմը եւ սրան պետքա բոմբ սարքել, նաեւ այդ Ինեկո բանկը որ տարածքը գնել է, պետքա հետաքննություն սկսվի եւ այդ տարածքը ոնց է նա կառուցել, այդ ոնց է սեփական աշնորհը այդ ահրելի պետակ առևտրային կենտրոնը չէ, այդ ամեն ինչը պետքա վերադարձվի բյուջե եւ ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ սրանք արդեն այս Ղարաբաղյան կլան կոչվածը արդեն խրխռում է, սրանք արդեն իրանց ունեցածը վաճառում են, գցում են սրաների անունով բարեկամ, ծանոթ, որ արդարադատությունից խուսափեն, բայց դա նրանց չի ստացվելու եւ անցնենք մեր հաջորդ այդպես յետիմին, Արցախի նախկին նախագահ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ շուն, նրանց թայֆի անդամ Արկադի Ղուկասյանին, որը որ դուք տեսաք սիրելի հայրենակիցներ, թե Երևանի կենտրոնում ինչ ահռելի շենք է կառուցել այդ Փեթակի Վարուժիկի հետ եւ մեծ մասը հենց այդ Արկադի Ղուկասյանի շենքն է, որը որ հենց հիմա վարձակալությամբ հանձնել է մի մասը եկամուտ ստանում նրա ընտանիքը։ Ես նշեմ, որ մենք պատահական չի որ եկել ենք այս վայր, որովհետեւ տեսեք 30 տարի այս Ղարաբաղյան կլան կոչված այս հայ արուն ծծողները ինչ են արել։ Մի բան կարան ասեն Սերժն ու Քոչարյանը, իրենց այդ բանդան, նրանք մի բան են արել, մատ 30 թվի տանգ են արել։ Եվ այդ սպառազինությունը, այն ամեն ինչը, որ մենք մեր զինվորություններ, դա հենց դրա արդյունքն է, որ նրանք ոչ թե զենք զինամթերք են ձեռք բերել, Հայաստանի Հանրապետության պաշտպանողականություն են բարձրացրել, այլ իրենց բջերի ապագան են կառուցել, իրենց այդ թալանով։ Ու այս վերջում երբ որ շուկայում դեպք եղավ, երբ որ ես նշեցի, բացատրեցի, որ Արցախը հանձնել է հենց Ռոբերտ Քոչարյանը, հենց դա նկատի ունեի, բայց նաև եթե մենք փաստաթղթերով խոսենք, այդ որ բյանը ծրած կհիշեք, այդ տեսանյութեր կա, չէ՞, որ ռեխը sense ծրած Գերմանիայում ասում է Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է, բա յետիմ որ հայ ժողովուրդը լուծել էր, խեր գնաց Մինսկի խմբում բանակցում։
որ հանձնես Արցախը։ Այսինքն ողջ բանակցային process-ը ինչի հիմա փաստաթղթերը կա, չէ՞, մենք տեսել ենք։ Այո։ Հիմնված է եղել ողջ բանակցային process-ը, որպեսզի այդ Միսկի խմբի այդ հանրատեքստում հանձնեն Ադրբեջանին։ Սա է ամբողջ խնդիրը եղել։ Բա դուք հարց եք լուծել, բա որ Արցախը դուք ասում եք, մենք այդ հարցը Ղարաբաղի հարցը լուծած է, բա Արցախը խի անկախ չէր։ Բայց ճանաչեիք Արցախի անկախությունը կամ վերամիավորեիք Հայաստանի հետ։ Բա խի չէիք անում արա։ Փոխարենը մեղրին էր տալիս Ադրբեջանին։ Դա էլ է իր հերթին քիվեստում, դրանը կանադառնանք։ Հիմա սա եմ ուզում բացատրեմ մեր սիրելի հայրենակիցներին, որ մեր սիրելի հայրենակիցները ուղղակի չնայած մեծ մասը արդեն գիտի։ Արցախի հերոս, բա Հունաստանում Միկոնոսում այդ 4-5 արգալի հյուրանոցը բջիջ անունով այդ վիլաները, այդ կղզին այդ սեփական ոչինչ չունեիք, արա։ Կատու չունեիք սեփական, որ հաց տայիք Ղարաբաղում, որ պատվալում էր մնում Բելայիթ հետ։ Հիմա հենց հայմարից է խոսում։ Բայց մենք ի՞նչ է, մենք սխալ բան ենք ասում։ Հերոս եք, Արցախի հերոս եք, արա, Արկադի Ղուկասյան, այն Բակո Մակո այն մնացածը իրենց հերթին։ Արցախի համար մի բան արել եք, արա։ Երևանի կենտրոն որ շենքի տակ կանգնում ես, պարզվում է սրանք մի 6 հարգ ունեն։ Այդ ո՞նց է ալնում։ Ղարաբաղում ոչ մի չունեն, Ղարաբաղում ծնվել են, դե հերոս են, մի մետր հող չունեն Ղարաբաղում։ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում անգամ իր հորտունը ռեմոնտ, անգամ ռեմոնտ չի արել հորական տունը։ Հիմա բերաներս բացել են տալի։ Էս 30 թվի տանգն է միակ ձեր ձեռքբերումը։ Էս էլ համապատասխան իր լայնքով տեղադրելու են ձեր համապատասխան գիտեք արդեն որ մասում։ Ու ես նորից եմ նշում սիրելի հայրենակիցներ, արդարադատության հետ կապված հատուցման պահը մոտենում է։ Ինչ ինֆորմացիա ունեք փոխանցեք մեզ, որովհետև սրանք արդեն այդպես առնետիպես փորձում են փախնել իրենց թալանի մի մասը փրկեն հանեն Հայաստանից դուրս։ Նորից եմ նշում, ինչ ինֆորմացիա ունեք փոխանցեք մեզ, ոնց որ Փեթակի վարուժիկ այդ փոխանցեցիք, եկանք շենքը տեղում ֆիքսեցինք, պարզվեց որ որոշ ժամանակ առաջ արդեն վաճառել է Ինեկո բանկին, որ փողերը հանի դուրս։ Սրանց պետքա բացահայտենք, սրանք իրավունք չունեն մի կոպեկ Հայաստանից դուրս հանեն, բայց հանեք էլ չեք մարսելու։ Մենք ձեր հետևից գալու ենք, արա։ Դուք տեղ չունեք փախնելու։ Ուզում եք Աֆրիկա փախնեք, Աֆրիկայել ենք գալու։ Սա է իրականությունը եւ նաեւ կցանկանամ անդրադառնալ մի կարեւոր հարցի, որ համացանցում 3 կոպեկանոց զրացողներ կան, ինչ որ բաներ, ստատուսներ գրողներ, Քոչյանի Սերժի շիստյորկեք, որ իմ ովքեր ակտիվացել։ Ուրեմն արդեն չեն իմանում, ասում է մեծ անդրադարձի, ինչ որ դուք ով եք, որ ես ձեզ անդառնամ արա։ Ուզում են հայտնի դառնան, չգիտեն ոնց։ Ձեր ինչին ես անդառնամ։ Ես Թոփալ Սիրուշոյին անդառնամ, Լոխ Լևոնին, Ցեյթրակ Քոչյանին, որ դատավոր ասում է ծառայել եք, ասում է որտվի, ասում է չեմ հիշում։ Կարող է չես հիշում երեխեքդ ոնց են ծնվել։ Ես հաստատ հանձնում որ չես հիշում։ Կարող է տեղյակ էլ չես, արա։ Վիճվածներ ակաժներ կդրեմ Սարգեմ Չոբանի շուն, քաղաքական տեսանկյունից։ Սովետաշենի Զիբիանոցը ձեզ է սպասում։ Հանգիստ վերընկեք, սպասեք արդարության հաստատմանը Հայաստանի Հանրապետությունում։ Այս պայքարում դուք բոմժ եք դառնալու, տարբերակ չունեք։ Հասկանում եմ վազում էր Ռոբը Մոսկվա դռներ խփեր Կրեմլում, դա էլ չստացվեց։ Չի ստացվելու։ Դուք նորից եմ նշում, Աբդուլ Համիդից ավելի մեծ վնաս եք հասցրել հայ ժողովրդին, հայ ազգին։ Ու փրկություն չունեք։ Արամ եւ դու խոսեցիր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վեցանոցներից, ովքեր իրոք իրականում առավոտյան զարթնեցի հաղորդման հրապարակման հաջորդ առավոտյան ողջևորվել են, նրանց շարքում կային նաեւ մի խումբ լրագրողներ, ովքեր վերջի մի քանի տարիներն են լրագրությամբ զբաղվում եւ մեծ ցավ են ապրում։ Մեծ օրինակ վերջերս մի լրագրողի հանդիպեցի, բարևեցի, ասում ես քեզ չեմ բարևում, ասում ինչի համար, ասում դուք եթերում քրվում եք Սիրուշոյին։ Չէ, ասում վիրավորում եք Սիրուշոյին, անձնական ընտանիք եք մտնում, ասում եմ, լսի հարգելիս, քույրիկ ջան, ասում եմ, Սիրուշոն ամեն երեկո Միրատորգի անգուսի միսը միջև չի ուտում, չի պարկում քնելու, բայց դու սպասում ես մինչև Լևոն Քոչյանը քեզ մի հատ 300,000 դրամ տա, կամ Սերժ Սարգսյանը, որ բազես դիմացը գոռաս պարոն Սարգսյան, պարոն նախագահ, հա, բանով, գնանք Արցախը հետ բերենք, բան, ասենք, այդ մարդիկ ծանր են տանում։ Եվ դա ինչի մասին է խոսում, որ այդ մարդիկ արդեն իրոք խրխռում է անդիմությունը, արդեն վերջին ակորդներն է եւ նաեւ հնարավոր է որ սեպտեմբերին նրանք
նրանց չհասցնենք տեսնենք ԱԺ-ում եւ ինչպես ցույց տվեց Հայաստան դաշինքը ընդամենը 2 հոգի նոր անդամ ունի, այդ նույն սաստավով գնալու են ազգային ժողով։ Ուրեմն Արտուր, տեսեք, նախ եւ առաջ մենք ոչ մեկին չենք հայհոյել։ Այո։ Մենք բարձրացնել ենք ճշմարտությունը, օրինակ Սիրուշոյի հետ կապված։ Կհիշեք, Զարթնիր լավ միկրոֆոն ձեռը հայինիկ Արցախ եկե գորում էր մի ամիս հետո լուրը կարդում ենք, մտնում ենք համացանց, տենում ենք ցրտել է Ամերիկայում ներողություն բառից համար։ Հիմա Արցախի հերոս Ռոբերտ Քոչյան, եթե դուք Բաթով հարցը Սիրուշոն գնար Շուշիում, Ստեփանակերտում ցրտեր, երեխեքիդ էլ թորներիդ էլ Արցախի անձնագիր տայր, որ դու Արցախի հարցը լուծել էիր։ Արցախի հարցը լուծել էիր արա։ Արցախի անձնագիր թող տային։ Ում եք էշի տեղները արա։ Մենք ուղղակի բարձրաձայնում ենք Արտուր ու ժողովրդի աշիրը բացում ենք։ Սրանք 30 տարեկի ժողովրդի ստրուկի կարգավիճակում պայ վաղցր է, իրենց բույանիտով իրենց տաղուտեղ էին դրել, իշխանություն են այդ ձեռները պատահական։ 2018 թվականին ավարտվեց։ Հայ ժողովուրդը լավ թքեց սրանց վրա։ Սրանք նամուս թասիվում են, այն Արտուր։ Ես այդքանից հետո անգամ պլաստիկ վիրահատություն բան կանեին, ժողովրդի աշկին չէին երևա։ Այդքանից հետո այս սրա երևույթ է։ Ուրեմն լսի Սիրուշո, մորդ մասին ու քո մասին ու քերուտ, այն որ մեռավ Ռոբի։ Մոտ ժանակներս նենց բացահայտում եմ անելու, դուք ուղղակի Սուզան Մարկյան դու բռնվի։ Դու չես պատկերացնում ինչ եմ անելու ես ձեզ։ Մոտ ժանակներս նայեք ոնց եմ ես բացահայտելու հայ ժողովուրդը տենա թե ձեր իրական դեպքը դուք ով եք ընդհանրապես։ Ով եք դուք արա։ Դուք հայ չեք։ Ինչ վերաբերում է մի բենզինիստին, Սերժիկա ինչ է։ Երաբուլի հող սեփականաշնորհողներին։ Սրանց ինչ ասես Արտուր։ Ռեյնբոյին խաղում։ Արամ ես ուզում եմ որ այդ լրագրողները ովքեր որ վազում են պարոն նախագահ դատանի դիմացը Սերժի դիմացը միանգամից խոնարհվում են այդտեղ բան հենց դա մի քանի հոգու մասին է խոսքը բնականաբար սիրելի գործընկերներ դա բոլորը չի վերաբերում այդ իմացողը գիտի ովքեր որ ծանր է տանում ասեք թող հարց տան այդ իրանց խոսքերով էս պարոն նախագահ երբ պաշտպանության նախարար էիք ինչի համար ծախեցիք Գյումրու Սև Բերդը որը այդ ամրոցը հիմա դատախազությունը կրկին գործը ուղարկել է դատան եւ պահանջում 3 միլիոն դրամը Սերժ Սարգսյանը ինչ էր անելու ես կարծում եմ դա նրա համար Կազնիում կեժամ խաղալու փողն էր իրա Այն որ այդում էր Կազնիում կրվում էր զանգում էր Աբրահաման Հովիկին ասում էր փող բեր մի սամալոտ կրվել եմ չեն թողում դուրս գամ Բադեն-Բադենում գիտես մոռացել ենք չենք հիշում արա Իսկ այդ լրագրողներին ինչ ասեմ ես ուղղակի խղճում եմ այդ անգամ ինձ վիրավորում են ես ծիծաղով եմ դառնում ինչ որ ասում են բանը մեզ թո դատի տա դուք ով եք ես ձեզ դատի տամ կամ ես կյանքում ում եմ դատի տվել սա գիժ են լրիվ դուք ձեզ ինչ եք ներկայացնում ես դատի տամ կամ ինչ որ ձեզ անդառնամ ես նորից եմ ձեր հերերին եմ անդառնում ձեզ փող տվողներին եմ անդառնում Սերժիկին Սաշիկին Ռոբերտ Քոչյանին իր լնգուլ ավազով այսինքն դուք նախ եւ առաջ մտ գնացեք կայացեք ձեզից բան ներկայացեք հետո նոր ասեք թող մեզ անդառնա եթե ուզում եք ձեզ անդառնամ 2 կոպեկ փող եք Սերժ Քոչյանից ուզեք ասեք ձեր համար պայքարի մեջ ենք այդ կոմբիկերը ինչ ասեք 2 մեջը կոմբիկեր տանք ձեր կորմա այդ կորմը կերեք դուք ստրուկ եք արա դուք ստրուկ կաք ստրուկել մնացիք ու ես հաճույք եմ երբ որ անգամ դուք շոր իմ մասին բաներ եք հաճում չէ ես հաճույք եմ ստանում ծիծաղում եմ վերաբերում որովհետև ես ի տարբերություն ձեր շեֆերի տղեկի ձեր շեֆերի բանակում ծառայել եմ ողջ կյանքս Երևանի փողոցներում պարճակատ քայլել եմ ոնց որ հիմա եմ քայլում արա ու պատերազմի եկել չեմ թռել իմ եգիը չեմ հանձնել ոնց որ ձեր հերերն են հանձնել Սերժի ու Քոչյանի գլխավորությամբ որոնց հորնումոր շիրիմը զուգան դառը արա այ վիժվածքներ դուք տղա չեք դուք կարակ կյանիքին փողտակ մտնեն մեզ հայհոյեն դուք այդ եք արա որովհետև ձեր տունը եկտա միշտ որոշ է դուք ձեր կանգա տրուսիկի ռեզինի մեջ եք մեծացել արա Ռոբերտ Քոչյան վիժվածք ծտունները չլսեմ հերթ եք կայնելու որովհետև դուք բոմժ եք դառնալու տարբերակ չունեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք պատերով ձեզ տվեք, արա։ Ուզում ես հարսը թո իրան ճղի ինչ տկլոր նկարվի, գցի Instagram-ները, մեկը տարբերակ չունեք, այս ժողովուրդը գիտի դուք ով եք, արա։ Վիժվածքներին նայելը։ Արամ նաև կուզեմ
այդ անձնավորությունները հարց տան նույն Սերժ Սարգսյանին, ասեն պարոն Սարգսյան, օրինակ այդ լրագրողը ով անհանգստանում է իր մասին, ինքը ապրում է 42 քառակուսի բնակարանում, սովետական վերանորոգված, բայց պարոն Սարգսյան, որ դուք Ալկատրասը կառուցել եք, ձեր համար այդքան 5000 քառակուսու վրա հոսանքով պատված այդ բարձրությամբ փոքր չի այդ տարածքը, նեղ չի, թե կարող է կոմֆորտը բան այդ 42-ն է ձեռից խլի։ Ոնց ժամանակին էին անում, մարդկանց հանում դուրս էին գցում, որ Հյուսիսային պողոտայում Ռոբերտ Քոչյանը բան շենացնող քիչ էր մնում անուն ազգանը փոխել դնել Կարեն Դեմիրճան, արդեն հիմա ընտրությունների ժամանակ ասում էին բանը Հայաստանը շենացնող, նաև Արցախը շենացնող Ռոբերտ Քոչյանը, այսինքն կարող Կարեն Սերոպիչ դառնալ միանգամից ինքը։ Ինքը ես ասում եմ ինչն է շենացրել։ Իր գրքում էլ է գրել։ Դուք մա հող գրավող եմ։ Մենք այսօր պրոշան փողոցում ենք այդ դրանց շենքին էին նկարում, հեսա այդ դրա հիվանդանոցները կնկարենք։ Բա նորից եմ նշում, եթե դու Երևանում հիվանդանոց ես շենացրել, ասում ես թոշակ եմ 50 անգամ բարձրացրել, առողջապահությունը, հարցդ բախի Ամերիկայում ցրթում, արա, Ռոբերտ Քոչյան, որ դու դեռ շենացնող ես։ Մենք ենք քեզ շենացնելու։ Հայ ժողովուրդը քեզ ինձ կշենացնի, քո ընտանիքով հանդերձ, արա։ Այ Ղարաբաղից թռած կեղտ։ Ու եկես դեպ կուրաժ դնելնում։ Ընկերների տեսանք, էլի մեծ խոսում էր, իմ մարտական ընկերները, Ղազի պես գերի ինգն, արա։ Մահացական լյովը զորքին այսօր եմ պատմում։ Շարում էր Ղարաբաղ մորքֆուր էր ֆրցնում, ասել ով որ գերի ինգն իր ասես, բախի գերի ինգա վարա։ Այ անիկնասեր չմոներ։ Ձեր ինքնասիրությունը մեր ոտի տակ արա։ Ասես տարօրե անցել ենք ձեր վրով, որտեվ դուք էդ եք։ Անիկնասեր թռնող չմո եք դուք արա։ Ձեր երկիրն եք հանձնել։ Ու մեր երկրում դուք անելիք չունեք, այս մեր սուրբ հողում, մեր օդը չեք շնչելու դու, ձեր բջերով հանդերձ։ Ձեր տեղը Զիբիլյանոցն է քաղաքական, Սովետ աշենի, որտեղ որ հայտնվելու եք, ու բեաներս բացել չտակ։ Քանի մենք կանք ձեզ ոչնչացնելու ենք քաղաքական տեսանկյունից ձեր եղած չեղածով արա։ Նաև տեսա այդ Արցախից Քոչյանի աջակիցներ խմբերում նկարը տեղադրել էին արամ, նկարը եւ գրում էին տակը կպնում են մի մարդու ով Արցախը շենացրել է, կառուցել է Արցախը, բա որ սիրելի արցախցիներ, տենց Արցախը կառուցում էր, բա 44 օրյա պատերազմի ժամանակին չի եկել Երևանում առաջի անգամ մոլ մտնում, մոլ տեսնում, բա ինչի Ռոբերտ Քոչյանը կամ Սիրուշոն մոլ չէին բացել այնտեղ կամ Պրեգոմեշ, հենց Պրեգոմեշ դնեին, թող տենց առևտրի կենտրոններ, ամբողջ Արցախը իրանցն էր, դե թող սարքեին։ Արտուր, տեսանք չէ ինչն էր, Շուշի դուք Շուշին տեսել եք ինչ վիճակում էր, էդի շենացրել էին։ Մորացել եք դուք մի բան եք արել Ղարաբաղում, Ղարաբաղյան կլան, դիշովք եք։ Հայ զինվորը որ եկել էր որ ձեր որը չճաղեին արա։ Նա տան ձեր քաղում տանում ռազմականում Շուշիում զինվոր եք ծեծում, արա դուք էդ եք եղել։ Այ ես ուրիշ բան ասեմ, Արտուր, տեսեք, Աստված էլ է սրանց պատժում։ Բայց սրանց ընտանիքներին նայեք, սրանց վիճակին նայեք, մեկի հարսը պուտան կա, մեկի տղեն նարկոման, մեկի դու լեփած սրանց վիճակը նայի մի հատ հələ։ Կպատմեմ մի օր Մոնակոներում Ֆրանսիայի քուչեքում ինչեր եք արել, ձեր հարցերը ինչեր են արել արա։ Էդ էլ ենք պատմելու։ Ում հետ ոնց որդ է, իրանք կգան կպատմեն։ Դուք էդ եք արա։ Դուք տարբերակ չունեք։ Ես անգամ պետքա, չգիտեմ, սրանց պետքա վարումսեր օրենք ընդունենք, որ սրանք հայ չկոչվեն։ Ինչ իրավունք ունեն սրանք հայ ելնեն, մեզ խայտը։ 30-ների մեր անունը գետնով տվին խայտարը կարին մեզ։ Նոր ոտի ենք կայնում, հիմա էլ գնում են գյուղացիքին են խափում։ Տար բերքը թափի կառավարության դեմը։ Այո, TV-ում առավոտից երեկո համոզում են, ասում են տարեք լցրեք կառավար որ նկարելու բան ունենա։ Սիուշոյի Պրեգոմեշի այդ խանութի դեմը թո Սիուշոն էնի լափի, բայց լափը ուտի Բելայի հետ։ Ձրի բանա։ Քոչյան հետ կգան բան կանեն։ Իդեպ այդ միջա ու մենք տեսանյութը կա, չէ՞, գնում գյուղացուն սկսում են խափել ինչ որ տարեք թափեք կառավարության դեմը։ 10 դրամ էժան է այս տարի պամիդոր օրինակի համար։ Դա ալոթ արա, այդ ուրիշ բան ու գործ չունեք։ Բայց մենք նաև ինչպես նկարանեցինք շուկայում, մեծածախի շուկայում, քաղաքացիները, մեր գյուղացիները իրենց բերքը չեն պատրաստվում։ Ուղղակի սրանք հիբրիդային պատերազմ են սկսել եւ ուզում են անպայման հրահարեն այդպես ներսում պատերազմ։ Ուզում են որ ժողովուրդը ինքը ինքնական դուրս գա փողոց, բայց չի ստացվում։
Բայց քանի որ մեր գյուղացին շատ խելացի է եւ փոխարենը ապրանքը վաճառում է գյուղմթերքը եւ նաեւ մենք տեսանք մեր հայրենակիցները մեկնաբանություններ են գրում, որ անպայման ավելի լավ է մի քանի կիլոմետր կտրեն, գնան ավելի մաչելի գնով այդ լոլիկն ու սմբուկը գնեն, քանց օրինակ թանկ արժեքով խանութից եւ նաեւ դրանով ավելի շատ օգնած կնեն մեր մեր գյուղացիներին, ինչը մենք մեր տեսանյութում փորձում ենք անել եւ մենք ինքներս գնացինք, զրուցեցինք եւ նաեւ խորհուրդ տվեցինք մեր հայրենակիցներին, նաեւ մեզ արտասահմանից էին գրել մեր Սփյուռքի հայրենակիցները, իհարկե շատ շնորհակալություն նրանց, ովքեր պատրաստ էին գումարը ուղարկեին այստեղ եւ մեր օգնությամբ գնումները կատարվեր եւ հասցվի անապահով ընտանիքներին, որով նաև կփորձենք հնարավորության սահմանել ժամանակ, եթե ժամանակը ների զբաղվել արամ եւ եթե ունես լրացում վերջապես վերջը խոսքը խնդրեմ ասես, վերջը ով է դավաճանը, ով է հողատուն, ինչպես ասում են այդ մի քանի Արտուր, տեսեք, խունտայի ներկայացուցիչները փաստերով հիմնավորեցի եւ ապացուցեցի, թե հողատուն ով է, դավաճանը ով է եւ ով է հանձն է Արցախը։ Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան եւ իրենց այդ թայֆեն։ Դա փաստ է։ Այդ փաստից 100 տարի էլ անցնի արա։ Այդ ձեր բրիշ չի մաքրվելու։ Ու ժողովուրդը այսօր տենում է։ Այսօր ժողովուրդը գալիս ասում է եղբայր ջան, չհասկացա։ Հերոս էին խաղում, Հունաստանում իրավունք է սարքե։ Մոսկվայում արեցային կենտրոն է սարքե։ Բա հերոսը տենց է անում արա։ Հերոսը այն բանն էր, Իրանի հոգևոր առաջնորդն էր, որ իր տան մեջ ռակետը եկավ ընկավ գլխին մի մետր իր հողից այն կողմ չգնաց արա։ Այ հերոսը դրանք են, որ այդ հողու ջրում մինչև վերջ մնացին։ Դուք ինչ հերոս արա։ Ասում եմ, չէ, դուք ով եք, ձեզ գալի ճատացնում են վզների տանում են գերի արա։ Ձեր տունը եք դա որոշում։ Ես համոզված եմ Արտուր Ռոբերտ Քոչյանը վաղը գույքը սրա ձեռից վերցնենք, այլ ունեցված չունենա, Սիուշան թքելու է վրեքները թողի էթա։ Նոր ինչ-որ մի հատ մեկին ման գա։ Կարող գնա, չգիտեմ, ընդ Թուրքիայի məsա նոր ընտրությունն է, դրանք ով է նախագահ դառնում, կարող է ինչ-որ Էրդողանի թորանը ուզի։ Սրանք էդ են Արտուր։ Ասում եմ, վաղը բոմբ ենք սարքելու, անգամ հաշտերը թողին էթա, ասես այդ կապ չունենք։ Մի խոսքով հայ ժողովուրդը լավ գիտի ով է, ով ինչ արեց երկրի համար։ Ու նորից եմ պաշտոնապես հայտարարում Տիկին Ռոբերտ Քոչարյան եւ Տիկին Սերժիկ Սարգսյան։ Կինոն ավարտվել է։ Պատի տակ տանգված ըննեք։ Հատուցումը մոտենում է։ Ու այդ ձեր թայֆին, այդ որ գույք են վաճառում, որ թրցնեն Հայաստանից, էդ էլ չի բրգելու։ Ամեն ինչը գիտենք։ Հաշվի համարներից սկսած ով քանի կոպեկ որտեղ է պահի ոնց է ուզում, ուր է ուզում տանի։ Տանեք էլ ձեր հետևից գալու են, կարա։ Դե ինչ արամ առաջարկում եմ այսքանով ավարտել այսօրվա եթերը, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ ելի հայրենակիցներ, որ այս մոտ 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ, պետք է խնդրեմ եթերի վերջում նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս էլ ավելի շատ հայրենակիցներ դիտեն։ Ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ։ Բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։